Սյունիքում լարվածությունը քանի դեռ Ռուսաստանը այս տարածաշրջանից չի գնացել, որտեղ որ Ռուսաստանը ուզի լարված իրավիճակ ստեղծել, ինքը ցանկության մասին է խոսքը, ոչ թե իրական լարվածություն։ Դե ուզում եմ ասի, մենք դեռ ի վիճակի ենք այնտեղ լարվածություն ստեղծել, հա, օրինակ, նայեք, մեր անվտանգությունը այնքան փխրուն է, եւ արտաքին առումով եւ ներքինը, եւ հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը մեր հատուկ ծառայություններում, ոչ հատուկ ծառայություններում եւ այլ վայրերում Ռուսաստանը ցանկացած ժամանակ կարող է չասեմ ռազմական կամ տերորիստական, բայց այնպիսի իրավիճակ ստեղծել, որ այդ փխրուն կայունությունը շատ խիստ ցնցվի։ Լավ, կարող է, ինչու։ Դե հիմա զգուշացնում է ուղղակի։ Եկեք չմոռանանք, երբ որ Ռուսաստանը, երբ որ խոսք էր գնում Ղարաբաղի հայերի տեղահանման մասին, Ռուսաստանը ասում էր հայերը ազատ են գնալ Հայաստան, բայց մենք չենք երաշխավորում նրանց անվտանգությունը գնալու ժամանակ եւ տեղի ունեցավ այդ իրենց չերաշխավորած տեղահանության ժամանակ տեղի ունեցավ Ստեփանակերտի այդ պայթյունը։ Այո, այսինքն ես կարծում եմ, որ դա ուղիղ զգուշացում է